Հարգելի գործընկերներ, լսելով Գեղամ Մանուկյանի ելույթը քիչ էր մնում արտասվեի, բայց զսպեցի ինձ։ Ինչն է տարօրինակ, պարոն Մանուկյան ասում է, մեզ մեղադրում է հակադաշնակցական բոլշևիկյան պայքարի ժառանգորդներ լինելու մեջ։ Այս լուրջ եք ասում։ Վարդանիկը կոմունիստական կուսակցության վառ ներկայացուցիչ Վարդանիկը Գյումրիում քաղաքապետ ում աջակցությամբ դարձավ մեր։ Հետո էլ մեզ եք մեղադրում այլասերվածություն քարոզելու համար։ Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցա բոլշևիկյան բանը, դաշինքը։ Ու պարզար Վարդանիկի պես մեկը պետք է ծնվեր այդ այլասերված խաչաձևումից։ Պարոն Մանուկյանը նաև չի գնահատում իմ բարությունը։ Երեք խոստացավ իր անունը փոխել, եթե ես ապացուցեմ, որ եղել է հայտարարություն 3 ավանդական կուսակցությունների, այդ թվում դաշնակցության, որը դեմ էր անկախությանը, ու չնայած ես մեկը իրեն կոչ արեցի չփոխել իր անունը, եկել է ինձ մեղադրում է սուտ խոսելու մեջ։ Ինչ է ասում պարոն Մանուկյան, ասում է լավ, դե 88 թվին ով էր անկախությանը, կողմ որ։ Մենք, բայց ճիշտ պահին անկախությանը կողմ ենք։ Շատ լավ, ենթադրենք փաստարկներն ա, որ 88 թվին դե միայն որոշ փոքր ռոմանտիկների խումբ էր կողմ անկախությանը, հետագայում արդեն Ղարաբաղյան շարժումը փոխակերպվեց անկախության շարժման, դա չէ պարոն Մանուկյանի արդարացումը։ Բայց այդ արդարացումն էլ ախր շատ հեշտ հերքել էլի, որովհետև փաստերը համառ բան են։ Գործը ունի դրոշակ պաշտոնաթերթ։ Բոլոր դաշնակցականները գիտեն ինչ է դա ասեմ ավելին, մինչև այս պահը գործող ամենահին թերթերից մեկն է 19-րդ դարում է հիմնադրվել, դա դաշնակցության պաշտոնաթերթն է։ Օրինակ, եթե բացեք դրոշակ թերթը այսօրվա, հաստատ չեք տեսնի, որ օրինակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գործում է հաջող կամ Անդրանիկ Քոչարյանը լավ մարդ է, չեք գտնի այդպիսի որևէ արտահայտություն, որովհետև դրոշակ պաշտոնաթերթը արտահայտում է դաշնակցության պաշտոնական կարծիքը։ Եվ ինչ էր ասում դրոշակ պաշտոնաթերթը 1989 թվականին։ Օրինակ, ասում էր անկախություն պահանջելը ոչ այլ ինչ է, եթե ոչ արկածախնդրություն եւ հայ ժողովրդին անտեղի տեղը հարվածի տակ դնելու դավաճանություն։ Սա ասում է դրոշակ պաշտոնաթերթը 1989 թվականին։ Ինչ էր ասում նույն հանրահայտ Մարուխյանը, Հրայր Մարուխյան, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ, այսինքն Դաշնակցության թիվ 1 պաշտոնյան, կուսակցական 1989 թվականին, ասում եք 88-ին ոչ մեկ անկախության համար չէր պայքարում, ես ձեզ բերում եմ 89-ը։ Ինչ էր ասում Մարուխյանը։ Ծայրահեղ կնկատենք այն ազգայինները, որոնց հակազդեցությունը ի դեպ կհասկանանք, որոնք Երևանի փողոցներուն մեջ Հայաստանի անկախության եւ խորհրդային միութենեն անջատման պահանջներ կդնեն։ Ծայրահեղ էր գնահատում։ Չեք ուզում 89-ը, գնանք 1990, ինչ է ասում Դաշնակցության պաշտոնաթերթը։ Բոլոր հանրապետությունները անկախության իրարանցումի մեջ են, իսկ հայությունը կարող է իր հստակ հայտարարություններով ցույց տալ, որ երբեք չի խզի իր հարաբերությունները ռուս ժողովրդի հետ։ 90-ը բավարար չի, գնանք 91։ 91, հասկանում եք, 91 տարի, որում Հայաստանը անկախացել է արդեն։ Չենք կարող ձեռք բերել անկախություն, չենք կարող պաշտպանել այդ անկախությունը եւ չենք կարող միջազգային ասպարեզում համակիրներ շահել մեր անկախության համար։ Էլի 90 թիվ։ 91 կներեք։ Եթե մեր ազգային եւ մարդկային նպատակներին կարելի է հասնել ուրիշ ճանապարհով, ապա ժամանակավոր կամ նույնիսկ ընդմիշտ կարելի է հրաժարվել անկախությունից։ Սա գիտեք ով է ասել։ Ընդհանրապես իմ մեջ բերած հատվածների մեծ մասը ասել է Էդվարդ Հովհաննիսյանը Դաշնակցության մեծերից։ Հաջորդը, էլի 91 թվին է ասվել սա։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի է ունենալու հանրաքվե։ Ինչ կարող է պատահել այդ հանրաքվեից հետո։ Ենթադրենք, թե հայ ժողովուրդը միաձայնությամբ քվեարկեց խորհրդային միության կազմից դուրս գալու օգտին։ Ինչ պիտի դրանից փոխվի։ Նախ նշենք, որ միայն շատ միամիտները կարող են ենթադրել, որ ժողովրդի կամքը կարող է որևէ նշանակություն ունենալ նրա քաղաքական ճակատագրի մեջ։ Ասեմ ավելին, նույնիսկ 92 անկախությունից հետո շատ ավելի լավ կլիներ, որ մեր արտաքին ու ներքին պաշտպանության հարցերը հանձնվեին մեկ ուրիշի, որպեսզի մենք կարողանայինք նախապատրաստվել մեր իրական անկախությանը։ Այս կացությունը կարող է ստեղծվել վերականգնած միության մեջ։ Ուրեմն ինչու մենք չդառնանք միությունը վերականգնելու նախաձեռնողներից մեկը։ Ես հետո կտամ ձեզ բոլոր աղբյուրները։ Հիմա լսեք ժողովուրդ ջան։ Իրականում կարող է հարց ինչի եմ ես լավ խորացել 89, 89, 91 թվերի մեջ, էլի ինչի եմ խորացել անցած ժամանակներին։ Խորացել եմ, որովհետև դուք չեք փոխվել, սիրելիներս։
Որովհետև 91-92-ից հետո ախր գալիս է 2022-ը։ Եվ ընդունվում է Դաշնակցության հանրահայտ, լավ իմաստով չէ հանրահայտ, 004 շրջաբերականը, որտեղ ասվում է. Անհրաժեշտ է կենտրոնացնել ազգային ողջ ներուժը, որպեսզի Արցախը չդառնա այն գինը, որի հաշվին Ադրբեջանը կարող է ինտեգրվել Ռուսաստանի նախաձեռնելիք հավանական նոր միությանը։ Այդ նպատակով անհրաժեշտ է Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում սկսել նոր պայքար։ Նկատի ունենալ նաեւ, որ Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել եւ գործադրել ան։ Աշխատանք տանել, որպիսի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ Նկատի ունեք այդ միության մեջ։ Հաջորդը, այսինքն այլ հատված։ Հայության անվտանգության, զարգացման եւ ինքնադրսևորման համար անկախ պետականությունը անհրաժեշտություն է, իսկ ազնուհայրենիքը գերագույն արժեք։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն նաեւ ենթադրում են անկախության աստիճանի որոշ նվազում։ Չեք կարող վիճել ուղղակի դուք իմ հետ, հասկանում եք, դուք չեք կարող իմ հետ վիճել, որովհետև դուք միշտ դեմ եք եղել Հայաստանի անկախությանը, հիմա էլ եք դեմ։ Բայց ես նաև ունեմ հիպոթեզ, ինչի է այդպես։ Օրինակ, պարոն Մանուկյանը այստեղ խոսեց նաև առաջին հանրապետության մասին։ Եվ ես կարծում եմ, օրինակ, ես երբ որ մեղադրում եմ դաշնակցականներին, ես չեմ մեղադրում առաջին հանրապետության դաշնակցականներին։ Ես մեղադրում եմ ձեզ։ Ինչի՞։ Որովհետև ես կարծում եմ, դուք Ստոկհոլմյան սինդրոմի զոհ եք։ Որովհետև դուք մի անգամ ձեզ բախտ է վիճակվել ղեկավարել Հայաստանը, որը անկախացել է 600 տարի անց, 2 տարվա մեջ անկախությունը, տեսեք, նույնիսկ չեմ ասում մսխել եք, ուղղակի չեք կարողացել պահել անկախությունը, բայց ես ենթադրում եմ, որ դա ձեր վրա անդրադարձել է հետևյալ կերպ, դուք մեղավոր եք ձեզ զգացել եւ Ստոկհոլմյան սինդրոմի մեջ եք ընկել, որ ասել եք, կարող է մենք սխալ ենք արել, որ անկախության համար ենք պայքարել, կարող է պետք էր հանձնվել։ Ու դրա համար խորհրդային միության, ասենք, խորհրդային միության չէ, 50-ական, 60-ական թվականներից դաշնակցության մեջ մտածողության պարադիգման փոխվել, որ մենք ոչ թե պետք է պայքարենք անկախության համար, այլ պետք է հանձնվենք ու փորձենք ոչ թե պետական երազանքների հետևից գնալ, այլ ազգային։ Ու ձեր դեպքում դուք հակադրել եք ազգայինը պետականին, դա ակնհայտ է դրոշակի հոդվածներից։ Հիմա ժողովուրդ ջան, բան չի, ամոթ չի փոխվելը, ամոթ չի։ Մեր կուսակցությունը մենք փոխվել ենք։ Դուք հաճախ ասում եք, տեսեք, դուք ասում եք մինչև պատերազմը մի բան, հետո մեկ այլ բան, մենք էլ չենք հերքում։ Ասում ենք, այո, ասել ենք, որովհետև պետք է փոխվել, երբ որ դու հասկանում ես այս ճանապարհը։ Սխալա դու գնում ես այս մյուս ճանապարհով, երբ որ դու տեսնում ես իրադրությունը աշխարհի փոխվում է, դու գնում ես այս ճանապարհով։ Մի մնացեք 1960-70-ականների որոշակի կենտրոններից թելադրված նարատիվների տակ։ Մենք ունենք անկախ հանրապետություն, մեր աչքի լույսը, եկեք իրար հետ փայփայենք դա։ Ու նաև ամոթ չի, հենց ասեք, հա, իրար սխալվել ենք, որ Վարդանիկին դարձել են քաղաքապետ, ամոթ է իրոք, որ բանա, պարզվեց կաշառակերության մեջ է մեղադրվում, սխալվել ենք։ Խզեք ձեր դաշնակցային հարաբերությունները բոլշևիկյան կուսակցության հետ։ Նաև պարոն Ավետիսյանը անդրադարձավ ապաշրջափակմանը, էլի հիշեմ, էլի։ Նայեք, քանի կար ասում էիք Վաշինգտոնի պայմանավորվածությունը միակողմանի զիջում է։ Ասում էիք դրանով միայն Հայաստանն է ճանապարհ տալի Ադրբեջանին։ Հիմա բոլորը լսեցիք, որ Ղազախստանից չորեն է գալիս։ Հələ դժվար է գալ ուղղակի ասել, հա, լավ է։ Ի՞նչն է խնդիրը, որ ասեք լավ է։ Ի՞նչն է խնդիրը։ Լավին լավ ասեք, ինչ խնդիր կա դրա մեջ։ Հա, մեկ էլ ինչ վերաբերում է բանին, էլի, եկեղեցուն։ Դուք գիտեք, որ եկեղեցու պարակտման համար մեկ մեղավորներից մեկը դաշնակցությունն է։ Օրինակ, ինչի գոյություն ունի Ամերիկայում, ինչի են տարիներ շարունակ գոյություն ունեցել հակամարտություններ անտիլիասական կաթողիկոսության եւ էջմիածնականի միջեւ։ Կարող է, որովհետեւ անտիլիասականը դաշնակցությունը պահում էր իր ազդեցության տակ։ Հիմա էլ կա։ Սիրելի դաշնակցականներ, ինչու եք պարակտում եկեղեցին։ Մի արեք դա։ Մեկ էլ վերջին հարցը։ Հիմա ձեզ հետաքրում է Գարեգին B վեհափառը, որը Կտրիշ Նեսյանն է։ Ունի երեխա, թե չունի։ Չի հետաքրում ընդհանրապես ձեզ։ Եթե պարզվի ունի, ձեր համար խնդիր է դա, թե չէ։ Կարող այդ հարցին պատասխանեք մինչև այդ մյուս
ձեր մեղադրանքները։ Ինչևէ, Տիկին Վարդան, կրկին շնորհավորում եմ ձեզ ծննդյան կապակցությամբ, ամենայն անկեղծությամբ մաղթում եմ ձեզ երջանկություն, հուսով եմ ես եւ դուք միասին ականատես կլինենք մեր բոլորի աչքի լույսի, անկախ Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Շնորհակալություն։ Ընդհանրապես, երբ որ պատմությունը ֆետիշացնում են, երբ որ պատմության ընթացքում սխալները փորձում են ամեն կերպ դրական եւ հերոսական ներկայացվեն, այդ սխալները կրկնվում են ապագայում։ Ասենք, ընդհանրապես փորձառու մարդը, երբ որ մեծ փորձ է ունենում ու ուզում է ինչ որ բան փոխանցի հաջորդ սերունդին, ոչ թե խոսում է իր հերոսություններից, այլ խոսում է իր սխալներից։ 130 տարվա կուսակցություն եք, ունեցել եք ճակատագրական սխալներ ու ճակատագրական կորուստներ։ Ես կարծում եի, որ դուք այստեղ այս ամբիոնը կարող եք օգտագործել, որ ձեր 130 տարվա սխալները ամեն օր հերթով, սենց փոխանցեիք ժողովրդին ու ասեիք ժողովուրդ, այս սխալը պետք է չարվի։ Այս պետք է չարվի, որ մենք օրինակ չդառնանք կոմունիստական Հայաստան, այս պետք է չարվի, որ սենց չլինի։ Դո մինչև մեր օրեր այս պետք է չարվի, որ Գյումրիում կոմունիզմը չհաղթի։ Եվ այլն, բայց փաստորեն ամեն անգամ մանավանդ պարոն Գեգամ Մանուկյանը այստեղից գալիս ու փորձում է հերոսացնել 130 տարին։ Չի կարա 130 տարին կատարյալ հերոսական տարիներ լինեն։ Ընդհանրապես չի կարա։ Ու հա, պարոն Գեգամ Մանուկյանը ճիշտ ասում, այո, դուշման վարդանները ու մի քիչ sense կրոնական բան մանիպուլյացիան, նաև հեթանոս գագոները հաղթեցին ռազմական առումով պատերազմը, հա, 80-ականների վերջ 90-ականների սկիզբ կարելի ասել։ Բայց ինչ արեցիք դիվանագետներով դուք։ Դուք դիվանագետներով ձեր առաջնորդի հետ միասին անընդհատ Հայաստանը մաս-մաս վարձ էիք տալի, որպեսզի այնտեղ ռազմական այդ այսինքն իրավիճակի տնօրինումը մնա Հայաստանի ձեռքերում։ Ընդհանրապես վերահսկողությունը պահպանելու համար Հայաստանը մաս-մաս գույք պարտքի դիմաց, հեծ, մյուս ամեն անգամ այսպես վարձով տալիս էիք դիվանագետներով, որ պահեիք այդ դուշման վարդանների եւ հեթանոս գագոների ձեռքբերումները, որը այստեղից բարձրաձայնում էր Գեգամ Մանուկյանը։ Ընդհանրապես դաշնակցությունը ընդհանրապես կարելի է բաժանել երկու մասի։ Կան ազատագրական շարժման նվիրյալներ, որոնց երթվել իմիջիայլոց զենքի վրա շատ նորմալ է, որոնք իրանց կյանքը դնում են այդ ազատագրական շարժումների մեջ։ Ու կան դիվանագետները, դաշնակցական դիվանագետները, որոնց երթվելը զենքի վրա կոնկրետ վտանգ է, երբ որ քաղաքական ուժը, քաղաքական դիվանագետը, այդ մարդը դիվանագետական զենքերով է զբաղվում, քաղաքականության մեջ կիրառել զենք, ես չեմ կարելի է ասել այդ ինչերի է բերում ու տեսել ենք, այն առնվազն գարոխով ինչ որ բանը տերորիզմի հոտ է գալիս զենքի վրա, երբ որ քաղաքական գործիչը բան է անում, երթվում է զենքի վրա։ Բայց դուք եկեք հպարտորեն այստեղից ասում եք, որ մենք դիվանագետներով ազատագրական պայքարի դաշնակցականը գնում է, էլի եմ ասում, իր կյանքը դնում է։ Իսկ դիվանագետ դաշնակցականը վերջում պարզվում է ամբողջ դաշնակցությունը հանձնում է ոչ դաշնակցական Ռոբերտ Քոչարյանի առաջնորդության տենց տակ, այսպես ասած։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ, այդ դիվանագիտությունը ո՞րն է դաշնակցության, հա, որ իրանց առաջնորդը ոչ դաշնակցական իմիջիայլոց կապվող ինչ որ դաշնակցականի սպանության հետ մի հատ անձ է։ Այդ է ձեր նվիրված 130 տարի եկակ ու այսօր ձեր առաջնորդությունը զրկված է դաշնակցությունից։ Եկել եք այս ամբիոնից ուզում եք արդարացնել ձեր բոլոր գործողությունները, չէ՞, կլինի գաք այս ամբիոնից խոսած ձեր սխալների մասին։ Էլի եմ ասում, ձեր 130 տարին մենք այստեղ կգնահատեինք, եթե այդ 130 տարվա եղած սխալները այստեղից հնչեցվեր ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ ու ասվեր մի արեք։ Եթե այդ 130 տարվա սխալները չկրկնվեին պարբերաբար, բայց պարբերաբար կրկնվում, ասում դուք սկսեցիք հակա բոլշևիկյան շարժումից ավարտեցիք Գյումրիում բոլշևիզմով։ Էսա 130 տարվա ամբողջ պատմությունը։ Եկել մյուս ընդդիմադիր մեր գործընկերը խոսում է բանից, այլակարծությունից, տենց հեսա այլակարծությունը քրեականացնելու եք։ Ախր այլակարծության դեմ ձեր տենց ագրեսիան Տեր Արամի հանդեպ նախ տեսնվեց։ Միջայլոց Տեր Արամին ես շատ իմ համար առանձնացել է նրանով, որ երևի թե այս ամբողջ հանրային այս բանը հոգևորականների այս դիսկուրսում տեսել եմ մարդ, որը փորձում է մեկնաբանել Աստվածաշունչը, իր գործողությունները մեկնաբանել Աստվածաշնչով, հիմնավորել Աստվածաշնչով։ Ու
նույնիսկ ասենց ես եմ ուզում լսեմ ու հասկանամ վերջը, այս ոնց է մեկնաբանվում, ինչ կան դե մյուսներին լսում ես ասենց մի անգամ մի հատ Աստվածաշնչից մեջ վերում չի եղել, բացի 7 սերունդով նզովելուց, ոնց որ նզովում էր Տեր ասողի քահանան։ Մյուս այլակարության մասին։ Ձեր 004 այդ շրջաբերականի ուղիղ շրջանառու երկրում, չեմ ուզում ավելի մանրամասնեմ, ուղիղ շրջանառու ասեցի դու շահառու, ուղիղ շահառու երկրում վերջերս ձերբակալեցին երկելու համար 18-ամյա աղջնակի, սենց շղթաներով տարան։ Ձերբակալում են մուլտֆիլմեր նկարելու համար փախան։ Ու այդ շահառու երկրից ձեր համար այստեղ մի հատ մեծ օգնություն էր եկել։ Տենց դաշնակցության նոր ձևն է, տոլի իրանց ձևն է, ու դուք էլ էլի մի անգամից միավորվել եք, ախր 130 տարվա կուսակցությունը, հենց մի հատ քաղաքական շարժում, հենց մի հատ նոր գաղափարական բան, տենց նոր գաղափար քաղաքականության մեջ տեսնի, եթե մի անգամից կողքը հայտնվի որպես սատելիտ, բայց դա հարգանք է սեփական 130 տարիների նկատմամբ։ Հետո էլ եկել եք այստեղից էլի այլակարծությունից եք խոսում։ Մեկ էլ չեմ կարա չբարձրաձայնեմ, որովհետև ճիշտ ասենց անձնական խոսվեց, այտենց դեպքեր շատ ալում անթացուս եմ մնում, բայց երեկվա դեպքի մասին չեմ կարա չխոսեմ։ Այդ երեսպաշտության level God-ը, որ անընդհատ լնում է, էլի ասենց նեղ խոսակցություններում։ Լիլիթ Գալստյանի հետ երեք խոսում ենք ու ես ասենց մեղադրում եմ աֆրիկյանների շենքը, որ ամենահին շենքն էր Հայաստանում քանդելու համար, որը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք, ու որպեսզի այդ երեսպաշտությունը լավ երևա, չեմ ուզում գլուխ գողալ, բայց որ պատկերացնեք ինչ է անում Լիլիթ Գալստյանը։ Աֆրիկյանների շենքը մինչև հանրային ընդհանուր sense դիսկուրս ակտիվանալը, շուխուր ընկնել, որպեսզի այդ շենքը մի ձև պահենք, որտեղ իրանք խափում ասում են քանդելու ենք ուրիշ տեղ հավաքենք։ Առաջի ակցիան արել ենք 10 հոգով գնացել ենք Շուշա թղթել ենք սաղ պատերը գիշերով։ Երկրորդ ակցիան արել ենք 8 համարի քլուշների ակցիա, գնացել ենք ժեշտերն ենք քանդե, որ չտանեն։ Ու այդ ամեն ինչը sense գիշերով հայտնվել ենք վերակենդանացման բաժանմունքում, ես կոնկրետ քրեական գործ է հարուցվել եւ այլն։ Ու երեք Լիլիթ Գալստյանը ինձ ինչ ասում։ Ասում դուր էիր, որ ես աֆրիկյանների շենքի համար պայքարում եի։ Սա ձեր երեսպաշտության level God-ն է, ես չէի կարա սրա մասին չբարձրացնեմ, որտեղ միշտ եք սենց անում։ Միշտ եք սենց անում, դրա համար էլ մարդը բան է, ախր սենց էմոցիոնալ բաներ է ստացվում։ Ասում 130 տարվա կուսակցությունը սկսեց հակաբոլշևիզմով, ավարտեց Քոչարյաննա բոլշևիկական ինչ որ տենց բանով եկել են մեզ ուզում են խելք սովորացնել։ Այսքանը, շնորհակալ եմ։ Բայց հետաքրքիր է, որ այդ նույն փաստաթղթի մեջ դուք չեք նկատում, որ գրած է միջազգային իրավունքի ամենագերակա, ամենակարևոր սկզբունքը՝ տարածքային ամբողջականություն։ Մեր փորձից, քմծիծաղ եք տալիս, որովհետև ձեր քաղաքական երևակայության մեջ այդ սկզբունքը ազգերի ինքնորոշումն է։ Այդպես ցույց տվեցին այն փաստաթղթերը, որը որ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց նույն ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Մեր դառը պատմությունը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհի համար դա գերակա է։ Բայց վերադառնանք այս կոնտեքստին, անխոչնդոտը մի հատ բառ է։ Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի սկզբունք։ Այդ երկուսը ինչու՞ չեք կաղամ իրար հետ հարաբերակցեք։ Ընդ որում տարածքային ամբողջականության սկզբունքը մենակ չի գրած։ Գրած է սահմանների անխախտելիության հետ, մյուս սկզբունքների հետ։ Ինչի է սովորական այդ հայերեն անխոչնդոտ բառը ձեզ համար գերակա մնացած բառերի նկատմամբ։ Ասում եք, հա, այդ գանք այդ ազգերի ինքնորոշմանը։ Երբ պատերազմից հետո մենք առաջարկեցինք իջեցնել նշաձողը, դուք ամեն ինչ արեցիք։ Կոչեր հղեցիք Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին, որ հայտարարություններ գրի, որ ընդդիմանա, որ ասի Հայաստանի իմ անվտանգության երաշխավորն է, ինչպես եւ պարտավորվել է, բայց ես չեմ կատարի Հայաստանի կամքը։ Այ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ կա անվտանգության երաշխիքների հարց, պետք է լսի։ Իսկ Լեռնային Ղարաբաղը կարող է ընդդիմանալ։ Այնքան ասեցիք, այնքան հայտարարություններ ընդունեցին, վերջը տեսանք ինչ եղավ։ Միշտեր պետք էր համախմբվել։ Միակ հնարավոր ճանապարհի շուրջ Լեռնային Ղարաբաղում հայերին պահելու։ Պետք էր համախմբվել։ Բոլոր հնարավոր դիմադրությունները ցույց տվեցիք դուք։ Եվ սա է դաշնակցության դերը։ Դուք ասում եք ինչու եք թիրախավորում դաշնակցությանը, որովհետև դուք երբևէ չեք ձգտում իշխանության։ Ձեր կուսակցության ծրագիրը երբևէ չեք պատրաստում դարձնել կառավարության ծրագիր, բայց դուք պատրաստվում եք միշտ սենց այստեղ այնտեղ ծվարած Քոչարյանի դաշինքի մեջ, մի որևէ տեղ մնացած բոլոր քաղաքական ուժերին տերոր անել, որ անկախ միացյալ այն մյուս բառը ինչ էր, Հայաստան լինելու է։ Հայաստանը անկախ չի հիմա։
Գիտեք, եւ երբ որ Պարոն Խաչատրյան, Տիկին Մարիա Կարապետյանը նույնիսկ ձեր բեկ վոկալի կարիքը չունի, հերիքա տեղից խոսեք։ Տիկին Մարիա Կարապետյանի ժամանակը վերականգնեք, սարքեք 10 րոպե։ եւ երբ որ պատասխան չեք ունենում, եկավ Տիկին Քրիստինե Վարդանյանը, շնորհակալ եմ։ Պատասխան չեք ունենում, գալիս եք այստեղից զայրույթ եք պատկերում։ Տենդագին, ռուսերեն одержимый։ Որ ձեր մոտ տպարություն է թողնում, թե ուրեմն ուժեղ ջղայնացա, հաստատ անկեղծ է ու հաստատ ճիշտ է ասում։ Չէ։ Բոլորս կարողանում ենք լսենք, թե այդ ճչոցի ներքո ինչ բովանդակություն է։ Գործընկերներիցս մեկը մի օր տվեց ձեզ այն հարցը, որը տևական ժամանակ է տալիս ենք։ Ձեր ծրագրում գրած է, որ դուք, այսինքն իշխանության չեք ձգտում, բայց ձեր ծրագրի մեջ գրված է, որ Արցախը, Ջավախքը եւ Նախիջևանը պետք է միացվեն տենց։ Այսինքն բոլորս գիտենք, որ հողերը միշտ ձեզ համար ավելի կարևոր են, քան պետականությունը։ Ձևը, որի ներքո այդ հողերը գոյություն ունեն, ձեզ համար պակաս կարևոր է, քան հողերը։ Գործընկերս հարցրեց ձեզ, ասում է, այդ երեքը, որ ձևակերպել եք, ինչի եք մոռացել։ Արաքս գետից հարավ, պատմական վասպուրական, փայտակարան եւ Պարսկահայք նահանգների մասին։ Ինչ անում Քրիստինե Վարդանյանը, գալիս ամբիոնի մոտ կանգնում է, զայրույթը բանեցնելով, գոռում է, ասում է, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանն են մեր վրա հարձակվել։ Կարող եք մտածել, որ տրամաբանական է։ Գուցե, ինձ ճիշտ ասած, էդ էլ է թույլ թվում էլի, որ այսինքն պատմությունը ուրանում եք, եթե չեն հարձակվում։ Կարող է Թուրքիան մի օր չհարձակվի, բայց այդ չի խնդիրը։ Դուք գրել եք մեր հարևան Վրաստան երկրի Սամցխե Ջավախեթի մարզի անունը, գրել եք Ջավախքն է պետք է միացնենք։ Վրաստանը մեր վրա է հարձակվել։ Վրաստանը մեր վրա է հարձակվել։ Ինչի՞ եք Վրաստանի նկատմամբ փողային պահանջ ձևակերպել։ Հա, դա թերևս կախված է Խորհրդային Միության եւ Իրանի հարաբերությունների հետ։ Սիրում եք, չէ՞, պատմական պայմանագրեր, Սևրին եք հղում տվել եւ հավաքել եք հողերի կեսը։ Կեսը մոռացել եք Արաքսից հարավ։ Բա Թուրքմենչայի պայմանագիրը չեք հիշում։ Հիշում եք, կնքվել է ռուսական կայսրությունը պարսկական կայսրության հետ եւ պայմանավորվել, որ Արաքս գետից հարավ այլևս հայացք չեն ուղղելու հայերը։ Գնաց այդ հողերը։ Իրանց հարաբերությունը այլևս բարեկամական դաշնակցական է։ Եվ դուք այդ օրակարգի պաշտպանողն եք։ Ուրեմն Ռուբեն Ռուբինյան հակադարձելով պարոն Գեգամ Մանուկյանին բազում օրինակներ ա բերում, որում նույնիսկ անկախության հռչակագրի ընդունումից հետո եւ Հայաստան նույնիսկ հանրաքվեից հետո դաշնակցականները դեռ պայքարում են անկախության դեմ։ Ու ձեր ծրագրում ա գրած, որ հողերը ձեզ համար ավելի կարեւոր են։ Մի ուրացեք ձեր ծրագիրը։ Տեղից Տիկին Գրիգորյանը ասում է. ով էր այդ բաների, մեջբերումների հեղինակը։ Դրոշակ թերթում ա գրած ձեր թերթը։ Բայց եթե դա ձեզ չի բավարարում, ապա վերադառնանք այն հայտարարության տեքստին, որը դուք երեք էլի ասեցիք այն հատվածը, որտեղ մենք կոչ ենք անում ժողովրդի, մեր ժողովրդին, որ ցույցեր չանի, ծայրահեղական կեցվածք չդրսևորի, չվնասի իր վարկին, բնականոն հարաբերություններին, խորհրդային վերին իշխանությունների հետ եւ խորհրդային մյուս հանրապետությունների հետ, ասեցիք դա կոնտեքստից կտրված է, հիմա ես կհրապարակեմ այն հատվածը, որը կփրկի մեր այս հայտարարության տեքստը եւ եկաք ասեցիք, որ այդ հայտարարության սկզբում գրված է Ղարաբաղի մասին, ոչ ոք դա չի հերքում։ Հողերը ձեզ համար միշտ ավելի կարեւոր են, քան պետությունը։ Դրա համար այդ երկու հատվածները կապող կետում, այդ նույն հայտարարության մեջ դուք գրել եք, պահանջում եք Հայաստանի իշխանություններից Ղարաբաղի հարցը դարձնեն իրենց առաջնահերթ հարցը։ Եվ եթե չկար անկախության մասին խոսակցություն 88 թվականին, երբ այս հայտարարությունը գրվում էր, ինչու համար էր այս հայտարարությունը գրվում։ Ում էիք կոչանում։ Ինչ էր այլ բան տեղի ունենում, եթե ոչ Հայաստանի անկախության շարժումը, որ կարիք էր առաջացել այս հայտարարության տեքստը գրելու։ Ում եք կոչ անում, այ հիմա նշումներ անում, գալու այստեղից ջղայնացած հակադարձի։ Ում եք կոչ անում եւ ինչի համար, ծայրահեղ գրել եք Հայաստանի եւ Ղարաբաղի մեր արի ժողովրդին խուսափեն ծայրահեղ կեցվածքներից, որ ինչ կեցվածք ունեին մարդիկ, որ ծայրահեղ էր ձեզ թվում։ Դա անկախությունն էր։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մոտ 7 ամսից տեղի կունենան հերթական համապետական խորհրդարանական ընտրություններ եւ կարելի է ասել, որ արդեն իսկ ուրվագծվել է նախընտրական ընդդիմադիր դաշտը։
Եվ ցավոք պետք է արձանագրել, որ 21 թվականից մինչ օրս ընդդիմադիր դաշտում հիմնականում գերակշռել է քոչարանասերժական կամ մերձ քոչարանասերժական քաղաքական միավորները։ Սա իսկապես ցավալի իրողություն է, հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում ընդդիմության ցուցաբերած որակները եւ այն ահռելի հանրօգուտ աշխատանքը, որի արդյունքներին մեր հանրությունը քաջ ծանոթ է։ Բայց ինչևէ այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Եվ ուրեմն որոնք են այդ ուժերը եւ ինչպես կարելի է նրանց նույնականացնել։ Իրականում շատ հեշտ։ Բոլորային քաղաքական միավորները, կլինի դա անհատ, կուսակցություն կամ շարժում, որոնք մինչ այս պահը եւ այս պահից ի վեր պաշտպանել են կամ կպաշտպանեն ապօրինությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում Հայաստանում զանգվածային անկարգություններ նախապատրաստող, պատերի տակ մարդկանց գյուլող, հոգևորականներին իրենց ընտանիքի անդամների հետ հակաիշխանական հավաքների մասնակցելու ստիպող, մարդկանց գումարի դիմաց հանրահավաք բերող, կաշառք լափող եւ այլ անձանց կպաշտպանեն եկեղեցին բռնազավթած հանցագործ խմբավորման անդամներին իրենց ղեկավար Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ եւ դրան զուգահեռ բոլոր հնարավոր ձևերով կարժեզրկեն եւ կտորպեդահարեն խաղաղության գործընթացը, ապա այդ բոլոր միավորների յետևում անպայմանորեն կնկատեք քոչարանասերժական տանդեմի մեծ եւ ցցուն ականջները։ Մեր հանրության քաղաքականապես հասուն եւ տեղեկացված հատվածի համար այս տեղեկությունը թերևս ավել նորդ էր, քանի որ վերջիններս առավել քան տիրապետում են բոլոր նշված նրբություններին։ Այդ իսկ պատճառով խոսքս առավելապես ուղղված է մեր հանրության ապաքաղաքական հատվածին եւ մասնավորապես երիտասարդությանը։ Հարգելի գործընկերներ, մենք հաճախ չենք գիտակցում, որ գալիք խորհրդարանական ընտրություններին կյանքում առաջին անգամ իրենց քաղաքացիական պարտքն են կատարելու տասնյակ հազարավոր երիտասարդ քաղաքացիներ, որոնցից շատերն օրինակ 2008 թվականի մարտի 1-ին նույնիսկ ծնված չէին։ Իսկ 18 թվականի Թավշյա հեղափոխության օրերին պատանիներ, որոնց քաղաքական անցուդարձը բնականաբար առանձնապես հետաքրքիր չէր։ Եվ այն, որ հանրության նշված հատվածին այս ընթացքում ընդդիմությունն իր անսահմանափակ մեդիա ռեսուրսներով կարող էր ապակողմնորոշել, դա փաստ է, որովհետև սովորաբար հիբրիդային պատերազմի առաջնային թիրախը հենց անտեղյակ կամ ջուրահավատ քաղաքացիներն են։ Ըստ այդմ, սիրելի երիտասարդություն, կփորձեմ այս ժամանակահատվածում վեր հանել քոչարանասերժական ռոպագանդայի հիմնական թեզերն ու դրանց հարաբերությունը իրականության հետ, ինչպես նաև հնարավորինս պատկերավոր նկարագրել, թե ինչ ասել է ռոբասերժական ժամանակներ։ Առաջին, ռոբասերժական մեդիա իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում ռեպրեսիվ իշխանություն է, որը չի հանդուրժում այլակարծություն, սահմանափակում է ընդդիմադիրների խոսքի ազատությունը, բանտարկում է քաղաքական հակառակորդներին, միայն նրանց քաղաքական հայացքների համար։ Մի խոսքով 37 թիվն է։ Վերոնշյալ թեզերը պտտվում են Հայաստանի առցանց մամուլի ճնշող մեծամասնության շրջանում, քանի որ դրանք մեծամասամբ պատկանում են ռոբասերժամետ շրջանակներին, ինչպես նաև թիվ 5 հեռուստաալիքով, որը տարիներ շարունակ ազատորեն հեռարձակվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Ավելին, նրանք նույն թեզերը տարածում են նույնիսկ Հայաստանի հանրային հեռուստաալիքով, որի եթերով հարցազրույցի առաջարկները հաճախ տարօրինակորեն մերժում են։ Հարց է առաջանում, եթե խոսքի ազատությունն իսկապես այդչափ վտանգված է, այդ ինչպես է ստացվում, որ Հայաստանի լրատվական դաշտը ողողված է այդ թեզերով։ Համեմատության կարգով ռոբասերժական ժամանակներում ընդդիմադիր մամուլը սահմանափակված էր 1-2 տպագիր թերթերով, առավելագույնը 5000 տպակ քանակով, իսկ դե անկախ հեռուստաալիքի մասին մտածելը նույնիսկ անիմաստ էր, Ամեկ+-ի դեպքը վկա։ Ասում են, որ քաղաքական այլախոհների եւ ընդդիմադիր համայնքապետերի վրա գործեր են կարվում, որպեսզի նրանց մեկուսացվեն քաղաքական գործընթացներից։ Սկսենք նրանից, որ նշված բոլոր դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինները հանրությանը մանրամասնորեն ներկայացրել են ձեռք բերված բավարար ապացույցներ, այդ թվում ձայնագրությունների տեսքով, որոնց ծանոթանալուց հետո ամբողջությամբ պարզ է դառնում, որ գործերն առնվազն կարված չեն։ Իսկ այս համատեքստում ռոբասերժական ժամանակների հետ համեմատություն անցկացնելը առնվազն համայնքապետերի մասով ցավոք անհնար է։ Մի պարզ պատճառով, որ նրանց ստեղծած ամբողջատիրական համակարգում ընդդիմադիր համայնքապետեր առհասարակ չկային։ Պատկերացնում եք, Հայաստանի հարյուրավոր համայնքներում չկար գեթ 1 գյուղի ընդդիմադիր ղեկավար։ Էլ չեմ ասում որևէ մասկենտրոնում կարելի էր պատկերացնել նման բան։ Եվ ընդհանրապես քաղաքական այլախոհության ջատագով քոչարանական մեր գործընկերներին պետք է հիշեցնել իրենց քաղաքական հոր ժամանակների քաղաքական սպանությունների թիվը, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ինքնասպան էին լինում 2 հրազենային վնասվածքներով, մեկ անգամ կրծքավանդակից, մեկ անգամ գլխից, քաղաքական այլախոհները գնդակահարվում էին ԱԺ դահլիճում, իսկ համակուրսեցիները սպանվում սրճարանների զուգարաններում պրիվետ-ռոբ արտահայտության համար։ Իսկ 37 թիվը վկայակոչելն իհարկե հանճարեղ է, մի պահ պատկերացնեք 37 թվին առհասարակ լիներ ընդդիմություն, որ նոր ու գիշեր հանրային հեռուստաալիքով Ստալինին մեղադրեր պետական դավաճանության մեջ։ Ինչ խոսք, սա ուղղակի փառահեղ համեմատություն է։
Երկրորդ, ռոբասերժական իրականության մեջ Հայաստանում կոռուպցիան անաղատեպ մակարդակի է հասել, իշխանական վերնախավը վարչապետի գլխավորությամբ թաղված են կոռուպցիայի մեջ։ Եվ այս համատեքստում վկայակոչվում են այնպիսի դեպքեր, որոնցով մեր իշխանության օրոք կրկնում եմ մեր իշխանության օրոք հարուցված են քրեական գործեր։ Հարց է առաջանում, ինչու պետք է մենք հանրայնացնենք եւ ընթացք տանք այնպիսի կոռուպցիոն գործեր, որոնցում մենք ինքներս թաղված ենք։ Ուզում եմ հիշեցնել, որ ԿՊ պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվել են գործող, այսինքն վարչապետի եւ կամ կառավարության կողմից նշանակված նախարարներ, փոխնախարարներ, կառավարության առընթեր մարմինների ղեկավարներ եւ այլն։ Եվ այս գործընթացը շարունակական է։ Բոլոր մեր իշխանության մաս կազմող կոռուպցիոներները անպայմանորեն ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Դա անխուսափելի է։ Իսկ ռոբասերժական կառավարման տարիները պատկերավոր ներկայացնելու համար կարելի է ընդհանրապես նշել, որ Քոչարանից այս պահին դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել առավել քան $200 միլիոն ֆինանսական եւ գույքային ակտիվ, կարելի է միայն կռահել, թե ինչքան է կազմում նրա ամբողջական կարողությունը, որը դատախազությունը չի կարողացել հայտնաբերել։ Իսկ օրինակ Սերժ Սարգսյանի վարորդի տանը 18 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո հայտնաբերվել է $6 միլիոն կանխիկ միջոց, որը նա պնդում էր, որ օրինական է, միաժամանակ սակայն պատրաստակամություն է հայտնել ամբողջ գումարը փոխանցել պետությանը։ Հարց է առաջանում, բայց եթե օրինական է, ինչու էր պատրաստ գումարը փոխանցել պետությանը։ Հարցն ուղղվում է Պու դաշինքի падգամավորներին։ Լավ կլինի Աննա Մկրտչյանը, այդքան որ գալիս է այս ամբիոնից լացակոմած ելույթներ է ունենում, հաջորդիվ մի հատ արձանագրի իր ղեկավարի վարորդին, որտեղից կանխիկ $6 միլիոն, որն էլ նա հոժարական պատրաստ է նվիրաբերել պետությանը։ Վարորդների ամսական աշխատավարձը, որքանով տեղյակ եմ, 200,000 դրամ է։ Լևոն Քոչարյանն է լավ կանի վերջապես արձագանքի իրենց ընտանիքին վերագրվող ապօրինի $200 միլիոն ակտիվի մասով այս ամբիոնից։ Սպասելու ենք ժողովուրդ ջան, չլռեք։ Եվ երրորդ, ռոբասերժական մեդիա իրականության մեջ ԿՊ-ն բռնազավթել է հայ իշխանությունը եւ լեգիտիմ չէ։ Այս абսուրդային թեզն իրականում ամենահեշտն է ամբողջությամբ կազմաքանդել մի պարզ փաստի բերումով։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ միայն ու միայն ԿՊ իշխանության օրոք է ու որևէ ընտրություն չի կեղծվել։ Ոչ թիմ, ոչ համապետական։ Եվ տասնյակից ավել համայնքներում ընդդիմադիր ղեկավարների առկայությունը հենց դրա ապացույցն է։ Եվ սա գիտակցելու համար առանձնապես մեծ վերլուծական կարողության կարիք էլ չկա։ Իսկ ռոբասերժական տարիներին, ինչպես արդեն նշվեց, չկար որևէ մակարդակում որևէ ընտրություն, որը չկեղծվեր։ Ավելին, նրանք նույնիսկ ԿՊ իշխանավարման օրոք չեն կարողանում հրաժարվել այս գործելակերպից։ Թիմ եւ համապետական ընտրություններին եւ տարատեսակ ընդդիմադիր հանրահավաքներին մարդկանց նյութապես շահագրգռելու բազմաթիվ եւ այդ թվում վերջերս հրապարակված դեպքերը վկա։ Սիրելի քաղաքացիներ եւ մասնավորապես երիտասարդություն, ցավոք գալիք ընտրություններում ձեզ չի առաջարկվելու գաղափարախոսական երկընտրանք հիմնված տնտեսական եւ սոցիալական ծրագրերի վրա։ Փոխարենը երկընտրանքը լինելու է արժեհամակարգերի միջև, խեղված եւ առողջ արժեհամակարգերի, ստի, կեղծիքի եւ ճշմարտացիության միջև, պատերազմի եւ խաղաղության միջև։ Ինչու, որովհետև ռոբասերժական դուոն համառորեն չի լքում քաղաքական դաշտը, հույս ունենալով վերադարձնել նախկին բարքերն ու ապահովագրել իրենց ապօրինի գույքը։ Չտրվեք ռոբասերժական աղմուկ հիշեցնող Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի զենք հանդիսացող լրատվական միջոցների գրողներին։ Եղեք գրագետ, եղեք մեդիա գրագետ եւ ուսումնասիրեք 98-ից 2018 թվականների մամուլը, որպեսզի պատկերացնեք, թե ում եւ ինչի հետ գործ ունեք։ Հայաստանի ապագան կախված է ձեզնից, որովհետև ձեզնից յուրաքանչյուրի քվեն է կանխորոշելու մեր բոլորիս ապագան։ Ինչու՞, որովհետև մենք ընտրություն երբեք չենք կեղծելու։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պարոն Մինասյան, որ ասում եք ազգերի ինքնորոշումը միթե ավելի պակաս կարևոր է, քան թե տարածքային ամբողջականությունը, չէ՞, անկեղծեք, որ ազգերի ինքնորոշումը կարևոր էր։ Բա որ ազգերի ինքնորոշումը կարևոր էր։ Բա Ղարաբաղը արդեն ինքնորոշված չէր, որ գնացել եք բանակցությունների ժամանակ պայմանավորվում եք, որ պետքա լինի հանրաքվե Ադրբեջանի հետ համաձայնեցված ժամկետներում։ Բա եթե Ղարաբաղը ձեր կարծիքով ինքնորոշված էր։ Բա այդ ինչ հանրաքվեի մասն էր խոսքը, որը ապագայում պետքա լիներ ձեր բանակցությունների ժամանակ։ Հիմա ով է ուրացել ինչը։ Գեղամ Մանուկյանն ասում է դուք ուրացել եք ուրացման քաղաքականությունը եւ խոսում է 88-ի շարժման մասին, խոսում է միացումի մասին եւ այլն։ Բա դրանից ավելի շռնդալից ուրացում կա, ժողովուրդ ջան, բա 88 թվականին գնացել եք գոռացել եք միացում, հետո ուրացել եք միացումը, գնացել եք հռչակել եք անկախություն Ղարաբաղի,
Հետո ուրացել եք անկախությունը, որովհետև այդպես էլ չեք ճանաչել այդ անկախությունը որպես անկախ պետություն, բա ուրացման քաղաքականության ավելի շռնդալից օրինակ կա թե չկա, պարոն Մինասյան։ Կամ բան եք անում, խոսում եք գաղափարախոսական բաներից, թեմաներից ու այսօր ավելի շատ այդպես օրը նվիրված է դաշնակցության փսիխոանալիզին։ Հիմա եկեք մի հատ վերցնենք դաշնակցության գաղափարախոսության հիմնական կենտրոնական թեմաներից մեկը, հա, գլխավոր կարգախոսը դաշնակցության՝ մահ կամ ազատություն։ Ինչ է նշանակում այս կարգախոսը։ Հələ եկեք մի պահ մահը դնենք դեռ մի կողմ։ Մահվան հետ ամեն ինչ պարզ է։ Մահը։ Ո՞րն է ազատությունը։ Դաշնակցության, օրինակ ազատությունը պետության համար, քաղաքական ազատությունը ո՞րն է պետության համար։ Ինքնիշխանությունն է։ Ինքնիշխանությունն էլ ունի իր շատ կոնկրետ ատրիբուտները։ Օրինակ սահմանազատված սահմանը։ Ինքնիշխան պետությունը պետք է ունենա սահմանազատված սահման, բայց դաշնակցության 004 շրջաբերականը ասում է, որ չէ, մեզ պետք չի սահմանազատված սահման։ Ինչը նշանակում է, որ դաշնակցությունը քաղաքական ազատությանը դեմ է։ Դաշնակցությունը ազատությունը որպես քաղաքական սկզբունք չի ընդունում, հետո որ մահ կամ ազատության մեջ ազատություն չկա։ Ու դաշնակցությունը դառնում է մահվան կուսակցություն, պարոն Մինասյան։ Դաշնակցությունը հիմնված է մահվան գաղափարի վրա։ Այդ որ դուք մեզ ասում եք, որ մենք արհավիրքներ ենք վերել, ենք վերել։ Ես ձեզ շատ կոնկրետ ասում եմ, ազատությունը ո՞րն է դաշնակցության գաղափարախոսության մեջ, եթե դուք պետության քաղաքական ազատությանը դեմ եք։ Գիտեք ո՞րն է, որովհետև դուք ձեր դաշնակցությունը դիզայն արած հենց այս տրամաբանության վրա, որ ինքը անընդհատ պետք է գնա ազատագրական պայքարի եւ մարտիրոսվելու անվերջանալի շղթայի մեջ պետք է լինի։ Ու խնդիրն է, որ դուք ազատությունը պահում եք ձեր համար, մահը տալիս եք ժողովրդին։ Մահ կամ ազատությունը դաշնակցության համար էդ է։ Ազատությունը ձեզ, մահը ժողովրդին։ Ու ձեր համար բանը, հա, այսինքն անընդհատ պետք է լինի ազատագրական պայքարի process։ Անընդհատ դուք միշտ փնտրում եք ինչ որտեղ փնտրում եք Աբդուլ Համիդ, որից պետք է ազատագրվել։ Նույնիսկ եթե չկա Աբդուլ Համիդ, դուք կհորինեք Աբդուլ Համիդ։ Նույնիսկ երբ որ մենք ունենք անկախ պետություն, դուք անընդհատ ուզում եք ազատագրվել այդ անկախ պետության մեջ։ Ինչի՞ց եք ուզում ազատագրվել, երբ որ մենք արդեն ունենք անկախ պետություն, պարոն Մինասյան։ Ամենապրոբլեմատիկն է նա, որ դուք այդ ազատագրական պայքարի կրակների մեջ ժողովրդին ուզում եք որպես տաշեղ գցեք, որ այդ հրդեհը բռնկվի եւ այդ պետականության վերջը տակ, հետո ասեք, հա, հիմա մենք գնում ենք ազատագրվելու։ Եվ այստեղ, պարոն Մինասյան, դուք հրաշալի տանգոյի մեջ եք Կտրիշ Ներսիսյանական եկեղեցու հետ։ Որովհետև Կտրիշ Ներսիսյանական եկեղեցին էլ չի ուզում, որ լինի պետականություն։ Որովհետև երբ որ չլինի պետություն, կլինի տարածք։ Չի լինի քաղաքացի, կլինի բնակիչ։ Եվ եկեղեցին կլինի այդ տարածքի տեղապահը այդ օտար կայսրության համար։ Որ հետո եկեղեցին ու դուք գաք ասեք, երբ որ չկար պետություն, եկեղեցին կատարում էր պետության դերը։ Այսինքն սկզբից ուտեք պետության գլուխը, հետո դառնաք տեղապահ, հետո ասեք մենք կատարում ենք պետության դերը, երբ որ պետություն չկար։ Էսա ձեր կոնցեպտը։ Ձեր սոֆթը տենց է գրած, պարոն Մինասյան, դաշնակցության սոֆթը տենց է գրած, որ ինքը չի կարողանում ապրի, գործի, անկախության, պետականության պայմաններում, ու այդ մահ կամ ազատություն կարգախոսը, որը դուք այն ժամանակ, երևի այն ժամանակ ածնվել։ Հիմա այլևս ինքը adekvat չի, որովհետև նորից եմ ասում, այդ ազատությունը քաղաքական ազատություն չի ձեր համար։ Հակառակ դեպքում ո՞նց կարող ասեք, որ մենք դեմ ենք բանին։ Այսինքն ձեր շրջաբերականի մասին է խոսքը, որտեղ որ խոսք է գնում սահմանազատված սահման չունենալու մասին։ Ու այդ մահվան գաղափարը, գիտեք, շատ հստակ մահվան փիլիսոփայությունը դրսևորվում է 2020 թվականից ընդդիմադիր ձեր գործունեության գրեթե բոլոր բաների մեջ, փաստերի եւ քայլերի մեջ։ Իմ մոտ տպավորությունն է, որ դուք որպես ընդդիմադիր ուժ ոչ միայն դուք, էլի դուք բան չունեք, էմոցիոնալ ինտելեկտ չունեք, էլի այդ emotional intelligence-ը, որ այսինքն դուք չեք հասկանում ոչ ձեր էմոցիաները, ոչ էլ ժողովրդի էմոցիաները։ Որ ասեն, օրինակ դուք չգիտեք, իսկ մարդիկ ինչ են ուզում։ Մարդիկ ինչ են ուզում ի վերջո։ Դուք անընդհատ վերցրած սեղմում եք մարդկանց ցավի կոճակների վրա։ Ուզում եք, որ մարդկանց ինչ որ տեղը ցավա, որ հետո այդ ցավի մեղավորությունը բարթեք իշխանության վրա, որ հետո գաք մարդկանց ցավի վրա իշխանություն վերցնեք։ Ու դրա համար ենք ասում, որ դուք 20 թվից հետո սկսել եք մահվան վաճառականությամբ զբաղվել։ Դուք արդյունաբերական ռելսերի վրա եք դրել, այդ process-ը հասկանում եք։ Ու հիմա եկել ասում եք, որ արժանապատվությունից եք խոսում, Գեղամ Մանուկյանը խոսում է բանից, ուրացումից, Արթուր Խաչատրյանը ասում է միջանցք եք տալի, 5 տարի ասում եք միջանցք եք տալի, ժողովուրդ։ Բա Արթուր Խաչատրյանը թողա մի հատ տանի միջանցքի տեղը ցույց տա։ Նոր առաջարկում էր մեր գործընկերոջն, ասում էր արի տարի ինձի սահմանային անցման կետը ցույց տուր։ Բա 5 տարի ասում եք իշխանությունը միջանցք է տալի, ուր է այդ միջանցքը։ Ուր է այդ միջանցքը, ժողովուրդ։
Կարաք տանեք ինչ որ մեկին մատով ցույց տակ այդ միջանցքի տեղը, չեք կարա տանեք ցույց տակ։ Թադևոս Ավետիսյանը ասում է, ինչ որ լավ է ձեր համար, վատ է մեր ժողովրդի համար։ Հետո մի նախադասություն հետո ասում է, ի վերջո միայն Աստված գիտի, որն է լավը, որն է վատը։ Հիմա Աստված գիտի, թե դուք գիտեք, պարոն Ավետիսյան, որն է լավը ժողովրդի համար, որն է լավը մեր համար։ Ընդհանրապես պարոն Ավետիսյանը երբ որ խոսում է, ես Այնշտայնի հարաբերականության տեսությունը հասկանում եմ իր ելույթների ժամանակ, որտեղ 10 րոպեն միշտ թվում է 20 րոպե։ 1 րոպե միշտ թվում է 5 րոպե, եւ դա անավարտ է թվում այդ բանը։ Եվ հիմա դեռ հետո կպարզաբանեք, ի վերջո ով գիտի լավը որն է, վատը որն է, պարոն Ավետիսյան։ Պարոն Մինասյան, երբ որ ասում եք, որ մենք մարդկային ազգային արժանապատվության դեմ ենք եւ այլն եւ այլն։ Օրինակ Վարդանիկի բովանդակ ամբողջ գործունեությունը մարդկային արժանապատվության հետ ոչ մի խնդրեմ չուներ։ Դուք Վարդանիկի գործունեության հետ համերաշխեք մարդկային արժանապատվության տեսանկյունից, հա? Կամ եթե դուք Վարդանիկին հիմա պետքա sense կուրծքը բանարած պաշտպանեք, եւ Վարդանիկին խի չէիք առաջադրում բա։ Բա ժամանակին Վարդանիկին ինչի չէիք հրապարակայինորեն առաջադրում։ Խի էիք ծածուկ կերպով Վարդանիկին աջակցում, որ ինչ, որ ձեր դեմքով, որտեվ գիտեիք, որ ձեր անտի-ռեյտինգը այնքան մեծ է, որ նույնիսկ Վարդանիկն է ձեզանից ավելի ռեյտինգով։ Ու հիմա սկսել եք Վարդանի, այսինքն դուք պատկերացնում եք ձեր քաղաքական գործունեության այս խայտարակ բնույթը։ Այսինքն 135-ամյա կուսակցության ռեյտինգը ավելի ցածր է եղել, քան թե Վարդանիկի ռեյտինգը, դրա համար չէ՞ դուք ձեզնով առաջադրել։ Ու մենք հենց խոսում ենք դաշնակցության մասին, դաշնակցության կշռի մասին, հա? Էսա դաշնակցության եւ ընդհանրապես քաղաքական խորհրդարանական ընդդիմության ողջ գործունեության պերճանքն ու թշվառությունը։ Հարգելի գործընկերներ, իրականում շատ բան կա ասելու, բայց դա երևի արդեն հաջորդիվ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ այսօրվա քաղաքական իրավիճակից խոսել եւ ձեր այսօրվա քաղաքական գործունեությունից, որովհետեւ ինչ գործընկերներս բավականին մանրամասն անընդհատ նաև պատմական հղումներով կարծում եմ բավականին մանրամասն պատմել են արդեն ձեր ուրեմն նախորդող ժամանակաշրջանի կատարած հանցագործությունները հայկական պետականության նկատմամբ, բայց ինչով եք դուք զբաղվում այսօրվա դաշնակցությունը։ Ըստ էության ոչ թե դաշնակցությունը, որովհետև չկա դաշնակցություն։ Կա ռոբասերժական, խմբակի, մաս կազմող քաղաքական թիմ, որը իր անունը այս պահին այո դաշնակցություն է, բայց այս դաշնակցությունը ըստ էության որևէ կապ չունի որևէ գաղափարական ուղղության հետ։ Ուր եք դուք 3 օրինակ։ Հիմա գալիս եք ինչ-որ բարձրագոչ հայտարարություններ եք անում, մեղադրանքներ եք հնչեցնում, հարցեր եք տալիս այս ամբիոնից։ Ուր եք 3 կառավարության հետ հարց ու պատասխանին, վարչապետը ձեզ էր ման գալիս ճիշտն ասած 3, որ ձեր հարցերին պատասխաներ, ինչպես միշտ էլի ձեզ տալ պատերով։ Դրա համար էիք երեկելի փախել ազգային ժողովից։ Ոնց որ նախորդ գումարման, նախորդ քարորիայի ժամանակ, էլի ուզում եմ հիշեցնել, գործընկերներս հիշեցնեցին, 20 րոպե ընդմիջում եք վերցնում, խրոխտ հայտարարություններ անելով, հեռանում եք ու էլ չեք գալիս։ Այս ձեր համար պարտիզանական կռիվները չի, հա? Պարտիզանական կռիվ չի, էս դա անտառներում որ գաք ինչ-որ փոքր կրակներ վառեք, փախնեք, սպասեք ինչ-որ մեծ պայությունների, ոնց որ պատմականորեն ժամանակին արել եք 1890-ականներին, 1900-ականներին։ Այս ձեր համար այդ ժամանակները չեն։ Քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, եկեք այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվեք։ Երեք էլ պարոն Մինասյանն ասում էր գալու ենք, սպասեք, հեսա 10 րոպեանոց ելույթներն են, հեսա նայեք ինչ ենք անում, ինչ եք անում, ինչ պետքա դուք անեք, ինչ կարաք դուք անեք։ Դուք գաղափարապես քաղաքական իմաստով սնանկ եք, հարգելի գործընկերներ։ Դուք ասելիք եւ անելիք այլևս չունեք։ Եվ դաշնակցության անցյալն այլևս հետաքրքիր չի այս իմաստով։ Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում դուք մշտապես մաս եք կազմել ռոբասերժական իշխանությունների կառավարմանը։ Կոալիցիա եք կազմել կամ կոալիցիա չեք կազմել, տակից աջակցել եք, դուք պարազիտացել եք նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում դուք պարազիտացել եք ռոբասերժական իշխանության վրա, կաբինետներ եք վերցրել ձեզ համար, գնացել եք հանգիստ ձեր համար նստել եք կոռուպցիոն, թալանչի, քաղաքացիներին ունե զրկող իշխանությունների հետ շատ սիրուն, համերաշխ, հավեսով աշխատել եք, հավեսով։ Տակ տեղ եք մանեկել ձեզ եւ գտել եք թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, թե հատկապես Ռոբերտ Քոչյանի տարիներին։ Հիմա էլ եկել եք Ռոբերտ Քոչյանին, ուրեմն ձեր
հավատարմությունն եք հայտնում մշտական, դարձրել եք ձեր քաղաքական ուժի ղեկավար, այն նույն Ռոբերտ Քոչարյանին, ով միութենական պետություն է պատկերացնում, եւ այլն եւ այդպես, նույն Ռոբերտ Քոչարյանին, ում օրոք հոկտեմբերի 27 ա եղել, Պողոս Պողոսյանն սպանվել դաշնակցական, մարտի 1 ա եղել։ Եվ Արծվիկ Մինասյանն էլ ստեղ եկել է սահմանադրական կարգի տապալման հոդվածն է մեջբերում։ Կգնաք Ռոբերտ Քոչյանի դեմը կնստեք, պարոն Մինասյան, եւ սահմանադրական կարգի տապալման հոդվածը կկարդաք Ռոբերտ Քոչյանի մասին, հետո էլ մարտի 1-ի տեսանյութերը կդնեք, հոկտեմբերի 27-ի տեսանյութերը կդնեք, իրար հետ կնայեք։ Ես ձեզ դրա լինքերը կուղարկեմ, եթե պետք է։ 30 տարի, ասում եմ, մեր 30 տարի մեր դիվանագիտությունը դուք եկաք եւ մեր դիվանագիտությունը խայտարակ ուրեմն տեղ հասցրեցիք մեր դիվանագիտությունը, մենք գիտեք ինչ դիվանագիտությամբ ենք զբաղվում 30 տարի։ Տեսել ենք, գնում եք եվրոպական հարթակներ, ռուսերեն ելույթներ եք ունենում։ Այդտեղ ձեր նշանակած դեսպաններն են ձեր դիվանագետները, հա, ոնց որ, այն որ ուղղակի տենց լավություն ձեր ընկերներին, աղբերներին տեղավորում եք տարբեր երկրներում որպես դեսպաններ, այդտեղ ձեր դիվանագիտությունը, ձեր կզած ա եղել ձեր դիվանագիտությունը նախորդ տարիներին, ձեր կառավարման տարիներին, ձեր քաղաքական ղեկավարների կառավարման տարիներին, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի, այդտեղ ձեր դիվանագիտությունը։ Ինչի մասին եք եկել այդտեղ խոսում, չէ՞ կամաչում ուղղակի։ Այսինքն հիմա քաղաքացիները տեսնում են, չէ՞, Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը, հարաբերությունները տարբեր երկրների հետ, երկկողմ հարաբերությունները, փաստաթղթերը ստորագրված եւ տեսնում են նաեւ թե դուք ինչեր եք բերել այս երկրի գլխին ձեր կառավարման տարիներին։ Ասում են Ղարաբաղը, մեզ մեղադրում են, որ ասում են Ղարաբաղը թոք եք։ Այո, դուք եք Ղարաբաղը թոք սարքել Հայաստանի Հանրապետության համար։ Դուք, որովհետև դուք Ղարաբաղի հարցը մշտապես օգտագործել եք Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու համար։ Եվ հիմա էլ ձեր ընդդիմադիր նպատակների համար եք Ղարաբաղը, Ղարաբաղի ժողովրդին օգտագործում, ազդելով նրանց հույսերի եւ փորձելով տարբեր խարդավանքների մեջ ներգրավել Ղարաբաղի ժողովրդին ձեր ստերով եւ կեղծիքներով։ Տրոյական ձի, ասում են, մեզ են ասում տրոյական ձին։ Դուք 2021 թվականին ժողովրդին խափելով, ինչ ասես ասելով, ինչ ստեր ասես չտարածելով, օգտվելով 44-օրյա պատերազմի հետևանքով ժողովրդի հուզական վիճակից, ապա տեղեկատվությունից, հիբրիդային հարձակումներից, որոնք իդեպ ձեր նաև գործուն մասնակցությամբ են կազմակերպվել Հայաստանի դեմ, եկել եք, մտել եք ազգային ժողով եւ այս ամբիոնը օգտագործում եք Հայաստանի պետականության դեմ։ Հիմա միայն դուք եք, պարոն Ավետիսյան, ցավոք էստեղ ձեր ընկերներն էլի չկան, փախել են էլի, եկեք նստեք, լսեք, ձեզ ինչ են ասում ի պատասխան ձեր արածներին եւ ասածներին։ Հետո մեզ եք ասում տրոյական ձի։ Ձեզանից լավ տրոյական ձի, չնայած մի խանգարեք ինձ, պարոն Ավետիսյան։ Չնայած ձեզանից լավ տրոյական ձի հնարավոր չի գտնել էլի։ Ձին չնայած ազնվական կենթանի է եւ ինչպես իմ հարգելի գործընկեր մեր խմբակցության ղեկավարն է շատ լավ օրինակ բերում, դուք տրոյական ջորի եք այս դեպքում, էլի տրոյական ձի էլ չեք։ Իմ հետ զուգահեռ մի խոսեք, պարոն Ավետիսյան։ Իմ հետ զուգը դուք եք ստեղ մենակ եք մնացել, ուր են ձեր ընկերները, ուր են ձեր դաշնակցական ընկերները, ընկեր Ավետիսյան, մի խնդատեք ինձ էլի, հիմա քանի անգամ ձեզ ասեմ։ Արծվիկ Մինասյանն ասում է, էլի Ղազախստանից եկող ցորենի օրինակը անընդհատ ինչ-որ բերում թմկահարում են, ասում է Ղարաբաղից ցորեն էինք բերում 50-100 տոննա։ Ախի լուծարեցիք Ղարաբաղը, դուք չէիք Ղարաբաղը լուծարողներ, դուք եք Ղարաբաղը լուծարողներ, ու դու էլ մի հատ էլ բարոյական իրավունք եք ձեզ վերապահում, գաք այստեղ Ղարաբաղի անունը տակ։ Ամոթա ուղակի։ Եվ քաղբանտարկյալների թեման է ձեր կողմից թմկահարվում Վարդանիկի գլխավորությամբ, ուրեմն ընդդիմությունն ասում է, որ Վարդանիկը եւ այլն քաղաքական հետապնդումներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Դուք քաղաքականությունը ձեզ համար դարձրել եք ապաստան, ձեր ուրեմն թալանած ձեր իշխանության տարիներին տեղի ունեցած հանցագործությունները կոծկելու, պատժից խուսափելու համար, որպես քաղաքականությունը վերցրել եք ապաստան, էլի, որ գաք ասեք, տեսեք, մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում։ Հանցագործներին բերում եք, դարձնում եք քաղաքապետ, զարթուղի ճանապարհներով իրար վրա ձայն վաճառելով, շատ լավ իմանալով, որ այդ մարդիկ հանցագործներ են։ Ձեր չեն դիմանալու, sense դիմացներով ինչ-որ մի հատ գնման պայմանագիրը անցնելու, sense վրայից sense փող վերցնեն կաշառքից։ Չէ՞, դուք սա շատ լավ գիտեք, շատ լավ իմանալով բերում մտցնում եք այդ մարդկանց քաղաքականության մեջ, հետո որ գաք այստեղ ասեք, թե բա գիտեք, մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա էլ հասկացել եք, որ քաղաքականությունն այլևս ձեզ համար չի կարող լինել որպես վահան ձեր ուրեմն կերածների համար, հիմա էլ եկեղեցին եք սարքել,
Արդեն հասել եք լրիվ վերջին, էլ տեղ չկա գնալու, էլ ձև չկա, հիմա եկեղեցին եք սարքել ձեր արածների, ուրեմն գողացածի եւ ձեր կատարած հանցագործությունների համար որպես պաշտպանության վահան։ Եվ մենք էլ թույլ չենք տալու, ոչ քաղաքականությունը դարձնեք ձեզ համար վահան, ոչ էլ հատկապես եկեղեցին դարձնեք ձեր ուրեմն քաղաքական հանցագործությունների եւ այլ հանցագործությունների համար ուրեմն վահան եւ պղծեք եկեղեցին։ Ես ասել եմ ու ելի եմ ասելու, ձեր էլի շարունակվող ստերը, ջղաձգումները, դատարկ էս քննադատություններն ու մեղադրանքները, որոնք հնչում են, մեկ բանի մասին է խոսում։ Դուք ամեն բան անում եք ցանկացած եղանակով, ուրեմն ցույց տալու համար, որ գոյություն ունեք եւ պահպանեք քարշ տակ ձեր գոյությունը, մինչեւ ուրեմն այս գումարման ավարտ։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի քաղաքացիներ, նորից բոլորով խնդրելու եմ ձեզ ժամանակավորապես տեղափոխվենք Գյումրի, չնայած վերջին օրերին կարծես թե բոլորս միասին հաճախ ենք տեղափոխվում Գյումրի, ոչ լավ հանգամանքներից ելնելով, ինչպես գյումրեցին է ասում, ոչ լավ օրից։ Այս ամբիոնից այսօր ուզում եմ անդրադառնալ, պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանի 3 ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մի քանի կարևոր շեշտադրումների։ Ինչ է ասում պարոն Գրիգորյանը մտահոգ եւ լուրջ դեմքով լրագրողների հետ զրույցում։ Ասում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները ազգային ժողովի ամբիոնը օգտագործում են եւ մեզ Գյումրիում ներքաշում են այրունահեղության մեջ եւ Գյումրիում ըստ իրեն մենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներս այրունահեղություն ենք հրահրում։ Երեք իմ գործընկերը անդրադարձավ այս մտքին, բայց եւս մեկ անգամ ես եմ ուզում խոսել։ Պարոն Գրիգորյան, լրիվ ճիշտ հակառակը ձեր ասացի։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Գյումրիում այլևս այրունահեղություններ չլինեն։ Իսկ այրունահեղության հեղինակները Գյումրիում տարիներ շարունակ գիտենք թե ովքեր են եղել։ Այրունահեղության հեղինակին դուք դարձրեցիք համայնքապետ։ Եկել այսօր խոսում եք մեծ։ Մեզ ներքաշում են կրիմինալ վենդետաների մեջ, ասում է Մարտուն Գրիգորյանը, Սերժ Սարգսյանի падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյան, նորից ստիպված եմ կրկնելու, վենդետաները, այրունահեղության հետ կապված պատմությունները, կրակոցների հետ կապված պատմություններ, Գյումրիում բոլորը գիտեն, թե ինչ հայտնի ընտանիքների հետ է կապվել եւ մինչ այս պահը եւս կապվում է։ Չէի խոսի այս թեմայով, եթե ձեր երեկվա հարցազրույցը չլիներ եւ այս մտքերը դուք չհնչեցնեիք, բայց ստիպված եմ գոնե մի փոքր ակնարկանել եւ հիշեցնել, որ ընդամենը ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, հունիս ամսին, Գյումրիում կրակոցներ տեղի ունեցան, որի մեջ նաեւ շրջանառվեց ըստ օդում կախված լուրերի, ըստ մամուլի հրապարակումների նաեւ ձեր որդու անունը, ով եթե չեմ սխալվում, նորից ըստ մամուլի հրապարակումների այս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Էնպես որ գոնե լռեք եւ մի դաշտ բացեք այն թեմաների համար, որոնց մասին նորից եմ կրկնում, ես չէի խոսի, եթե երեկվա ձեր լուրջ դեմքով եւ մտահոգ հայացքով այդ հարցազրույցը չլիներ։ Ինչ եք ասում դուք 3 եւ օրեր շարունակ։ Նախ նորից ուզում եմ հիշենք, թե Վարդան Ղուկասյանի հետ կապված, ենթադրյալ կաշառակեր Վարդան Ղուկասյանի հետ կապված այդ միջադեպից հետո ինչ հայտարարությամբ հանդես եկաք ձեր սոցիալական էջում, մոտավորապես նորից հիշեցնեմ բովանդակությունը հետևյալն էր։ Ես ձեզ ասում էի, չէ, որ Վարդանիկին առաջին պլան բերել պետք չէր։ Բայց մինչ այս պահը նորից ես շարունակում եմ չհասկանալ, թե ում էր ուղղված այդ ձեր հռետորական հարցը, այսպես ասած, եթե դուք բերեցիք առաջին պլան։ Երեք արդարանում էիք, ասում էիք, ես չունեի տարբերակ։ Ուժերից մեկը գիշերը գնաց Վարդան Ղուկասյանի մոտ, մյուսը առավոտ։ Դուք գնայիք գիշերը, պարոն Գրիգորյան։ Ընտրությունների գիշերը վեր կենայիք եւ գնայիք Վարդան Ղուկասյանի մոտ եւ ասում եք կանխագուշակել էի, կանխազգում էի, որ ելքը սա է լինելու։ Բա պնդեիք, թրծված քաղաքական գործիչ եք։ Ես էլ շարունակաբար նայում եմ աջ կողմում, բայց ուզում եմ մեր հեռուստադիտողներին, հայրենակիցներին նշել, որ Մարտուն Գրիգորյանը ինչպես միշտ բացակա է դալիճից
Ես ուղղակի նայում եմ իր աթոռին։ Ասում եք, ես արեցի իմ քայլը, նման միտք եք երեք հնչեցրել լրագրողների հետ զրույցում։ Այո, մենք արդեն 6 ամիս շարունակ, մասնավորապես ես, ասում եմ, որ դուք արել եք ձեր քայլը եւ ձեր այդ քայլով այսօր Գյումրին լրջագույն խնդրի առաջ է կանգնած։ Շարունակեմ։ Հա, ու անընդհատ արդարանում եք, ինձնից կախված չէ, ինձնից կախված չէ, պարոն Մարտուն Գրիգորյան։ Ես հասկանում եմ, որ դուք այս պահին հոգեբանական ծանր վիճակում եք գտնվում։ Անկեղծորեն, մարդկայնորեն հասկանում եմ ձեզ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ ասել, որ դա ձեզ չի ազատում պատասխանատվությունից։ Երեք իմ գործընկերոջ ելույթից հետո նստած տեղից ասում եք, դուք եք պատասխանատու Գյումրիում կատարվածի համար կամ կատարվելիքի համար, որը նորից կանխագուշակել եք։ Մենք ենք Վարդան Ղուկասյանին դարձրել քաղաքապետ, որ մի հատ էլ ուլտիմատում եք տալիս նստած տեղից։ Իբր գալիս եք ազգային ժողովի դալիս, մի հատ էլ մատ եք թափ տալիս։ Ասում եք, առաջիկայում, եթե ինչ-որ բան տեղի ունեցավ իմ ընտանիքի հետ, դա քաղաքական պատվեր է լինելու։ Հիմիկվանից ասում եմ։ Ես անկեղծ տպավորություն ստացա, որ ինքներդ ինչ-որ բան եք պլանավորում այս պահից սկսած եւ ուզում եք մեր քաղաքացիներին վստահեցնել, չգիտեմ, այս պահից սկսած արդարանալ, որ դուք կապ չունեք եւ ամբողջ մեղքը բարթելու եք իշխանությունների վրա։ Փարաքարի օրինակն եք բերում, բավ է, դադարեցրեք նման կեղտոտ ձեռագիրը եւ շարունակաբար մարդկանց հույզերի հետ խաղալը։ Ասում եք չունեմ կաշկանդվածություն, ասում եք շատ են խոսում այս ամբիոնից, որ ես պիտի կաշկանդված լինեմ, բայց ես չունեմ կաշկանդվածություն։ Պարոն Գրիգորյան, շատ վատ է, որ չունեք կաշկանդվածություն։ Ասեմ ավելին, դուք կաշկանդվածություն այսուհետ պիտի ունենաք նաև նրա համար, որ չունեք կաշկանդվածություն ձեր արածի համար, որովհետև Գյումրին այսօր լրջագույն խնդրի առաջ է կանգնած եւ դրա պատասխանատուն դուք եք եւ մյուս 3 խմբակցությունները։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ, պատիվ ունեմ խմբակցության, կուսակցության, չգիտեմ, առաջնորդ, բայց միևնույն ժամանակ պատվի հետ ընդհանրապես կապ չունեցող Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության հետ, որը դատարանի բակում էր արել, ասելով, որ վեհափառը որ պահին ասի, որ եկեղեցու մասի մենք կողքը կլինենք, ուզում եմ այդ մարդուն հարցնել, ինչ են անելու միասին, այն չհաջողված ահաբեկչությունն են վերջնակետին հասցնելու, որոշելու են, թե որ պատի տակ են գյուլլելու քաղաքացիներին կամ որ մեքենաներն են այրելու, ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ այո դուք բոլորդ միասին, այդ որ վեհափառ եք կոչում, ի նկատի ունենալով սատանայի հետ գործարքը կնքած կտրիչին, այո բոլորդ միասին հայտնվելու եք օրերից մի օր մի տեղ, որտեղ շատ երկար ժամանակ խոսելու առիթներ կունենաք եւ թեմաներ կունենաք վստահ եմ։ Պարոն Արծվիկ Մինասյանը մի քիչ առաջ այս ամբիոնից ասեց, այ մենք սկզբունքային եք, դուք չէ։ Այո, դուք սկզբունքային եք ստախոսության, խառնակչության, կաշառակերության, հարստություն դիզելու եւ նմանատիպ լիքը արատավոր հարցերում։ Այո, այդտեղ ես խոստովանում եմ, մենք ձեզ նման սկզբունքային լինել չենք կարող։ Շնորհակալ եմ։ Մեծարգո ազգային ժողովի փոխոստնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Բոլորս էլ գիտենք, որ մի քանի ամիս հետո համապետական ընտրություններ ա եւ դուք բոլորդ էլ գիտեք, որ ընտրելու եք ըստ էության խաղաղություն բերող քաղաքական ուժի կամ խաղաղությանը դեմ կանգնող քաղաքական ուժերի միջև եւ ուզում եմ այս պարոն Մինասյանն այստեղ չի ասել, որ պարոն Մինասյան օրինակ սկի մտածել եք օրինակ այս գալիք ընտրություններին միայն ձեր կուսակցությունով մասնակցեք ընտրությանը, հետաքրքիր է էլի, որովհետև ժողովուրդը ձեր մասին բաներ է ասում, էլի դու ասում եք ազգային կուսակցություն, բայց ժողովուրդն էս բաները ասում, չգիտենք, ամոթել է այստեղից ասել։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ուզում եմ մի բան ասել, այս ընտրությունների ֆոնին դե ակտիվացվել է տարբեր կուսակցություններ, դաշինքներ եւ այլն, եւ այստեղ սկսվել է մի տենդենս, որ սկսվել է պաշտպանել տարբեր հանցագործություն արված մարդկանց եւ երբ Գյումրիում պարզվեց, որ այդ ձայնագրությունը տարածվեց, որ
համայնքապետը կաշառք պետքա վերցնի, ես իմ Facebook-յան գրառումն արեցի, որ Ժորժան սպասեք ազգային ժողովում էսա դրամայա լինելու եւ կաշառակերին սարքելու են քաղ բանտարկյալ։ Հիմա բայց ոչ միայն կաշառակերին, Ավետիք Իսահակյանը մի լավ բանաստեղծություններ, որը տողեր ուներ, ասում էր ճկնաղին տգեղին սարքում եք ճկնաղ, բորնիկին սարքում եք կույս, հարգելին դիմադիրներ, մի գինեկոլոգիական բաների մեջ մի մտեք, մի այդ մարդկանց դեն սարքեք, ասում է բանը, կաշառակերը բարեր արա, սրբապիղծը սուրբ հա, մարդկանց սպանությունը պլանավորողը բանա, սրբազանա, բոլորը քաղ բանտարկյալ են, են, ժորտ այս մանիպուլացիաներին մի ենթարկվեք, որովհետև տեսեք ինչա կատարվում։ Երեք ես համացանցում մի բան տեսա, չգիտեմ, այդ Կտրիշ Ներսիսյանն էր ասել թե չէ, ասում է Կտրիշ Ներսիսյանն ու վեհափար բանտից էլ կկառավարի եկեղեցին, այսինքն ինչ եք որոշել անել։ Հələ մի հատ ժողովրդին ասեք, ինչ եք որոշել անել։ Հիմա ինչ պլաններ ունեք, որ արդեն նախատեսել եք, որ բանտ եք էթալու։ Այո, ով Հայաստանի Հանրապետությունում ինչ որ հանցագործություն անելու գնալու է բանտ միանշանակ։ Ասում է բանը, չգիտեմ, Սամվել Կարապետյանն եկավ, ասեց իմ ձևով ու դու բռնեցիք եւ իրեն դատեցիք ու մի քանի ամիս հետո մեկ էլ Սամվել Կարապետյանին մին անթրաշ անպլաշ փաստաբան, ասում է բանը, գրոհելու եմ Հայաստանի Հանրապետության վրա, ղալլաթ ես անելու գլուխդ պատին ես տալու։ Հայաստանի Հանրապետության դեմով կփորձի ինչ-որ սադրանք հրահրելով, կփորձի գրոհել, հակաշները քաշելու ենք։ Սորճիցները այրնակիցներ, ես վերջում մի հանրահավաք տեղ ունեցավ, էլ ՀՀԿ, էլ ՀՅԴ, էլ Քոչարյանական, էլ չգիտեմ, էլ իշքամ ընդդիմադիր ուժեր կային, միավորվեցին, այնտեղ համացանցում տարածվեց մի բան, որտեղ մարդիկ իրար հետ խոսում էին փողով հանրահավաք գնալու, ես ամբողջը միացրեցին, դարձավ մի 7000 հոգանոց մարդկանց հավաք, եւ այնտեղ ասում էին, գիտեք, 7000 չի 30000-ա, բայց բոլորս էլ գիտենք, օպերայի հրապարակի 5400 քառակուսի մետր է եւ այդտեղ բացառվում է 30000 մարդ տեղավորվի։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այնտեղ այդ ջերմոցային աճած քաղաքական գործիչները, ջերմոցում աճած քաղաքական գործիչները չգիտեմ, արդեն իրենց իշխանություն են պատկերացնում, քաղաքացիական պայմանագրին են արդեն ընդդիմություն պատկերացնում եւ այլն, բայց ես մի համեմատական եմ ուզում տանել, այդպես մի բանաստեղծություն կա, ասում է դաշտի վարդը վիճում է ջերմոցի վարդի հետ, ասում է ինչի ջերմոցի վարդն ասում է ինչի է դաշտի վարդը ավելի թանկ քան ջերմոցինը, դաշտի վարդը պատասխանում է, որովհետև իմ դաշտի վարդի գլխին կարկուտ է եկել, դաշտի վարդի գլխին անձրև է եկել, քամի եւ այլն։ Հիմա նույնն է, ջերմոցում աճած քաղաքական գործիչները փորձում են այս ամեն ինչը մեր գլխին թափված, սրա մեջով անցած քաղաքական գործիչներին ճամփել տուն, իրանք էլ կգան իշխանության, կնստեն ու կվայելեն, բա չէ։ Այնտեղ դրած էր։ Ասում է բանը։ Այս վերջ երեք էր մյուս օրը կարդացի, որ Կտրիշ Ներսիսյանը կարգալույց արել Տեր Արամին, ես ուզում եմ այստեղից ասել, որ Տեր Արամի կողքին եմ միանշանակ, որպես լավ հոգևորական, որպես լավ հայ քրիստոնյա, եւ ես խոստանում եմ, որ եթե այս ամեն ինչը ավարտվի եւ սրբապիղծները դուրս շպրտվեն եկեղեցուց, եւ ես իմ երեխաներին տանելու եմ եւ խնդրելու եմ Տեր Արամը կենքի։ Այստեղից եմ ասում։ Ասում է բանը, Սերժն ասում է գնալու եմ Կտրիշ Ներսիսյանի կողքը կանգնեմ, որտեղ ասա։ Այ ընկեր, քեզ մերժել է ժողովուրդը։ Այս ժողովուրդը քեզ լարել է։ Հիմա ուզում ես այդ Ներսիսյանին հələ ասում են գնա, էլի ինքը կարա իր կամքով գնա։ Դու հիմա գնում ես այնտեղ, որ իրանն էլ այդքան ժողովուրդը լարեն։ Քո հետ միասին։ Ասում է բանը, պարոն Խաչատրյանն այստեղից ասում է, որ ճանապարհով է եկել հացահատիկը։ Պարոն Խաչատրյան, ասեմ, այն որ դու բան ար, եթե ձեր շեֆի Քոչարյանը Ռոբերտի ժամանակ այդ երկաթ գծերը չքանդեին տանեին ծախեին, օրինակ դու այդ ճանապարհներն ավելի լավ կիմանաք, դու եկեք առու վաճառք արել այդ ճանապարհները, որ այդ ռելեսները քանդե անել, տարել են ծախել են, շպալներն էլ տարել վառել են։ Մեզ եք հարցնում որ ճանապարհ, այդ ճանապարհները պետք է սարքենք, այնքան գործ ունենք, այնքան ձեր քանդազները մինչև սարքենք, կյանքներից կեսն այդ գնա։ Ասում է խաղաղություն եք ասում եւ այլն եւ այլն։ Խաղաղության ինչի համար եք այդքան դեմ։ Հասկանում եմ ինչի համար եք այդքան դեմ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 26 թվականին ձեզ անես մի բան է ասելու, որ դու ձեր ամբողջ կյանքում չեք մոռանալու, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու է խաղաղության։
թե չէ դուք արդեն ինչ-որ պայմանավորվածություն ունեք երևի, որ ասես պատերազմ անենք, սենց անենք, այս երկիրը սարքենք, միութենական պետություն ծայրագավառ սարքենք, այնտեղ կասենք դե այս իշխանությունը չի լինելու, այդ ձեր երազանքները թողեք, իջեք գետնի վրա եւ հաշտվեք այն հանգամանքի հետ, որ ձեզ այլևս ժողովուրդը մերժելա եւ վստահ եմ մերժելու է։ Ասում է Վարդանիկը կաշառքա, ասում ենք Վարդանիկը ձայնագրության մեջ կաշառքա վերցրել, ասում է Վարդանիկը քաղ բանտարկյալա։ Դե իրանց համար երևի նորմալ է, այն ժամանակ պետք է ամայքապետը վերցնել ու արգելի ժողովուրդ։ Տեսնում եք ինչի համար են իրենք ուզում գալ իշխանության։ Դու տեսնում եք, որ բոլոր կաշառակերներին պաշտպանում են։ Ասում է հոգեվորական ստիպումը, ասում է բանա ծնողներիդ վերցրու եւ գնա այն մյուս հոգեվորականին, գնա Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքի, հետո ասում են, չգիտեմ, ինչ որ մտել են մեր այդ բան ներքին գրառումներից ինչ որ հատված են հանել, ու ես ուրախ եմ, որ այդ հատվածն անել են, որտեղ այնտեղ վարչապետը վերջի տողով գրված է. բացառեք Հայաստանի Հանրապետությունում պետական ռեսուրսի կիրառում է։ Այդ ձեր համար խորհուրդ է, դու այդ չեք հասկանա, դու ասում եք դու հրաժարվեք, մենք գանք, որ պետական ռեսուրս օգտագործենք, դուք դրա մասնագետ եք։ Եվ ուզում եմ այստեղից ասել լրատվամիջոցներին, հարգելի լրատվամիջոցի գործընկերներ, մի արեք բաներ, որոնց պատասխանը հետո չեք կարողանալու տալ։ Այդքան մեդիան լցվել է մեր բոլորիս վրա ու փորձում է անհատապես վարկաբեկել, վատ բառեր ասել, սուտ ու կեղծիք տարածել։ Ես ընդհանրապես երբեք լրատվամիջոցի դատի չեմ տվել, բայց արդեն պատրաստվում եմ իրավական գործընթաց սկսել յուրաքանչյուրին լրագրողի դեմ ով կփորձի ինչ-որ բան սխալ ներկայացնել եւ առաջինը մոտակա օրերին կտեսնեք։ Պարոն Մինասյան այստեղից ասում է լրատվականներ եք փակում։ Պարոն Մինասյան, մի անգամ ասել եմ այստեղից, հիմա էլ եմ ասում, եթե ձեր ունեցած ռեսուրսի չափ լրատվական ունենայի, ես ձեզ վստահեցնում եմ, դուք ձեզ չէիք ընտրեի, որովհետեւ այնքան վատ բան են մեր մասին գրում, որ եթե այդքանը ձեր մասին գրեին ու իրականել բերեին դնեին կողը, ժողովուրդը չգիտեմ, ձեզ երևի չթողեր տնից դուրս եք գայիք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, անընդհատ նշվում է թե ընդդիմությունը ինչու երեք չկար, այսօր ինչու այս պահին դահլիճում չէ, կա մի պարզ բացատրություն այս ամեն ինչին, ընդդիմությունը գտնվում է լիակատար ցայտնոտի մեջ, ինչի վկայություն են վերջին շաբաթվա իրադարձությունները, որոնք գործնականում հոտս ցնդեցրեցին նրանց բոլոր առաջ քաշած թեզերը։ Նախ, չնայած այն հանգամանքին, որ իրենց քաղաքական հայրերը անգամ տերունական աղոթքը չգիտեն եւ ժամանակին հրաժարվել են համբուրել կտրիչի մեկնած խաչը, այսօր դարձել են նրա ամենամոլի պաշտպանները։ Նրանց հիմնական թեզն այն էր, թե իբր մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Սակայն մեր իրական նպատակը եղել ու մնում է կտրիչի եւ նրա խմբի կողմից եկեղեցու եւ հոգեվորականների նկատմամբ իրականացվող ապօրինություններն ու ազատագրել եկեղեցին նրանցից։ Մեր այս պնդումները հաստատեցին ինչպես մի շարք հոգեվորականների հրապարակային հայտարարություններ, այնպես էլ մամուլում հրապարակված ձայնագրությունները, որոնցից պարզ դարձավ, որ մեր ասածը լիովին արդարացված էր։ Եկեղեցու ներսում տիրող անառողջ մթնոլորտի, քահանաների կամքի ու խոսքի ազատության սահմանափակմանը եւ ընդհանրապես այնտեղ արմատացած այլանդակությունների գլխավոր պատասխանատուն հենց Կտրիչ Ներսիսյանն է։ Պարզապես եթե նախկինում նա թաքնվում էր որոշ ճակերտավոր սրբազանների ետևում ու այսպես ժողովրդական լեզվով ասած նրանց փորներ տալիս, ապա այժմ այլ երկ չունի, քան իր դեմքով հանդես գալը։ Եվ հենց այստեղ է, որ Փուչիկի նման պայթում է ընդդիմության կեղծ պնդումը, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Ավելին, Տեր Արամին կարգալույց հռչակել է ոչ թե եկեղեցու պաշտպանությունը, այլ հակաեկեղեցական եւ եկեղեցու դեմ ուղված ակնհայտ քայլ։ Երկրորդ կեղծերը փլուզվեց ինքնահռչակ Քաջ Արամի, այս դեպքում Վարդանիկի կաշառք վերցնելուց բռնվելու փաստով։ Հիմա նոր պրակտիկա է դարձել յուրաքանչյուր գող ու ավազակ, որ լավ գիտի, որ մի օր գալու են իր հետևից, իր գլխից մեծ բողկեր ուտելու համար, նախապես նավսյակի սլուչի հայտարարում է, թե բա իմ ընտանիքին եթե ինձ մի բան պատահի, ապա իմացեք, որ քաղաքական հաշվեհարդար է։ Իսկ երբ իրավապահները գալիս են արդեն իրենց կերած բողկերի հետքերով, նույն պահին ինքնահռչակվում են քաղաքական հալածյալ եւ քաղբարտարկյալ։ Նույն վիճակում է նաեւ Վարդանիկի դեպքում։ Մարդը բռնվել է կաշառք պահանջելիս, գոյություն ունի ձայնագրություն, որը առնվազն իրենց կողմից չի հերքվել, բայց այնուամենայնիվ հայտարարում են, թե սա քաղաքական հաշվեհարդար է։ Իհարկե Վարդանիկին հերոսացրած եւ Գյումրին նորից Վարդանիկի ճանկերը նետած ընդդիմությունը երևի չէր էլ պատկերացնում, որ այսքան արագ Վարդանիկը կանցնի իր նախկին փեշակին ու կբռնվի։ Սակայն ինչպես արդեն նշել եմ, կաշառքի մեջ բռնվել է ոչ միայն նա, այլև նրանք, ովքեր նրան դարձրեցին
Քաղաքապետ նաև նշում էին, որ որպես մոդել պայքարելու են հետագայում համապետական ընտրությունների համար։ Կյանքը ապացուցեց, որ ձեր բոլոր մոդելները մի բանի մասիր էին՝ կաշառք, կոռուպցիա, պետության թալան։ Երրորդ ցայնոտը սկսվեց այն պահին, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը տրամադրում է իր տարածքը Հայաստան եկող բեռների համար, եւ առաջին բեռը լինելու է Հայաստանի համար նախատեսված հասարակական ծորենը։ Այստեղ ջղաձգվելու երկու պատճառ կար։ Առաջինը այն փաստը, որ Հայաստանն աստիճանաբար ապաշրջափակվում է, իսկ ապաշրջափակված բաց սահմաններով Հայաստանը վերջնականապես խաչ է քաշում թե նրանց քաղաքական գոյության, թե անձնական բարեկեցության վրա։ Նրանց համար Հայաստանի մշտական կոնֆլիկտային վիճակը եղել է եկամտի կարևոր աղբյուր։ Հաջորդը այս շրջանակների հերթական անգամ դարձել են իրենց իսկ հակաքարոզչության զոհը։ Նրանք փորձում էին վարկաբեկել խաղաղության գործընթացը եւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, պնդելով, թե դրանցով Հայաստանը գործնականում ոչինչ չի ստանում։ Հիմա այդ փաստաթուղթն արդեն իր առաջին պտուղներն է տալիս։ Հայաստանը աստիճանաբար ապաշրջափակվում է, իսկ նրանք նոր հեքիաթ են հորինել, թե իբր Հայաստանը կախվածության մեջ են գնում Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Նախ ուզում եմ հավաստիացնել, որ կախվածությունները լինելու են փոխադարձ, որքան Հայաստանն է կախված լինելու, այնքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ Հայաստանը չի սահմանափակում եւ չի նախատեսում իր ամբողջ բեռնափոխադրումը իրականացնել բացառապես այդ տարածքով։ Մենք ունենք երկու հարևան պետություններ եւս։ Ու մեծ հաշվով, եթե դուք իսկապես մտահոգված եք Հայաստանի հնարավոր կախվածություններով, ապա ինչու ձախողեցիք Հյուսիս-Հարավ ծրագիրը, ինչու լափեցիք այդ գումարները եւ ինչու 10 տարվա ընթացքում չկարողացաք այդ ծրագիրը կյանքի կոչել։ Ուստի համոզված եմ, որ ձեր անհանգստությունները կապված չեն Հայաստանի հնարավոր կախվածությունների մեծացման հետ, այլ պայմանավորված են ձեր հյուսիսային հայրենիքից Հայաստանի կախվածության թուլացման հետ։ Շնորհակալ եմ։